մեկ էլ տեսնեմ, սպասում ենք դրսում, մարդ չկա։ Կարող է պատահի մենք սխալվել ենք։ Hola mi gente։ Բարի օր ժողովուրդ ջան։ Լավ եք։ Հույսով եմ, որ լավ եք, որովհետև ես էլ եմ լավ, որ մենք բոլորս լավ ենք կլնում, ամեն ինչ գեղեցիկ կլնում։ Սիրելիներս, այսօր պատմում եմ ձեզ այս սուպը, որտեղից եմ ես սովորել։ Հիմա սուպի անունը գասպաչո է։ Սառը սուպ։ Սիրելիներս, գնացինք Իսպանիա, տունը վարձել էինք, մեկ էլ տեսնեմ, սպասում ենք դրսում, մարդ չկա։ Տղայիս ասում եմ, տղես, կարող է պատահի մենք սխալվել ենք, մնանք ստեղ դրսում Իսպանիայի պատերի տակը, ո՞նց ալնելու մեր հալը։ Հետո մի 2 րոպե չանցավ, մեկ էլ տեսնեմ, եկավ մի կին, մի տղամարդ։ Բարև ձեզ, իսպաներեն։ Թորնուիս Ռոզան լավ տիրապետում է իսպաներենը։ Բարևեցին, որովհետև ինքն էր ամեն ինչը արել, տանբարձը, ամեն ինչը, բոլորը Ռոզայի ձեռքով էր եղել։ Ծանոթացել էին արդեն կոմպյուտերով, հետո մեկ էլ եկան բանը 2 հատ մեծ արկղով։ Զարմացանք։ Ասենք այս արկղը ինչի է բերել, ինչի համար է։ Բարև ձեզ, բարով եք եկել իրանց իսպաներենով։ Հիմա անցնենք ներս, բացեցին դուռը ժողովուրդ ջան, մեկ էլ իրանք մտան ներս, մենք մի քիչ պետք է սպասեինք, մինչև իրանք ասեին համեցեք։ Հա, սպասեցինք, դուռը բացվեց, մեկ էլ համեցեք, մտանք ներս սիրելիներս, տեսնեմ Ռոզան ծիծաղում է, Ռոզան իրենց հետ ներսն էր։ Ռոզան ծիծաղում է, ասեց համեցեք, սա ձեր նվերներն է, տատի ջան, պապա ջան, մեր տանտերը նվերներով է եկել։ Սիրելիներս առանց չափազանցացնելու, առանց որևիցե ավելորդ խոսքի եկել էին մարդիկ մեծ հյուրասիրությամբ, ամեն ինչ բերել էին իրանց հետ, որ առավոտ շուտ էր, մտածել էին, որ ուր պետք է գնանք այս ժամին, որ առևտուր անենք, հլը չենք մեր ճամպրուկները ներս չենք տարել։ Պատրաստությամբ եկել էին մեծ պատրաստված ձևով, տղամարդու անունը կյանքում չեմ մոռանա, Մարիո էր։ Կնոջ անունը Վալերիա էր, սիրելիներս։ Նստեցինք, մեզ ասեցին նստեք, հանգստացեք, մենք ձեր առաջի ուտեստները բերել ենք, որպեսզի մինչև տեղավորվեք, հետո գնաք առևտրի։ Սիրելի ժողովուրդ, չգիտեմ ում հետ է պատահել, ում հետ չի պատահել, բայց Աստված վկա մեր հետ պատահել է հետ։ Ու ասեմ ձեզ, Իտալիա շատ անգամներ եմ գնացել, ընտանիքով գնացել ենք, բայց այդպիսի բան չի եղել մեր հետ։ Առաջի անգամ, մեկ անգամ Իսպանիա ու հանդիպել ենք լավ մարդկանց, ականջը կանչի։ Այդ տղամարդը Մարիոն շատ կատակներ էր անում, կես գերմաներեն, կես իսպաներեն, որը գերմաներեն էր, մենք հասկանում ենք, որ իսպաներեն են, Ռոզաս էր թարգմանում։ Հիմա այդ օրվանից ես սովորեցի գասպաչո։ Հիմա պատրաստեմ ձեր համար գասպաչո, ամեն պատրաստելուց կհիշեք Ռոզա տատիկի սիրելիներս ու Ռոզա տատիկի պատմությունը։ Շատ անգամներ եմ պատրաստել Իսպանիայից հետո, բայց այսօր որոշեցի պատրաստեմ ձեզ համար, որ դուք էլ պատրաստեք ու պատմեք իմ պատմությունը, ում համար որ պատրաստում եք սիրելիներս։ Այսպես, անցնենք գործի։ Ունենք վարունգ, ունենք խնձոր, խնձորը Մարիոյի գաղտնիքներ, ինքն ասում է սա գաղտնի է, ոչ բոլորն են գցում խնձոր, բայց իրա թաքնված ռեցեպտի մեջ էր սա։ Պղպեղ 2 գույնի, լոլիկ, սոխ, 2 ճաշի գդալ բալզամիկի կամ սոյայի էսենցիա։ Հիմա այս բոլորը պետք է անցկացնենք բլենդերով, սիրելիներս, ու հետո կշարունակենք։ Անպայման կգրեք, սպասելու եմ տեսնեմ ինչ ձևի է գնահատում Ռոզա տատիկի աշխատանքը և ինչպես ձեզ դուր եկավ իմ Իսպանիայի պատմությունը։ Ավելացնում ենք մի քանի թարմ բազիլիկումի տերևիկներ։ 1 ճաշի գդալ աղ, հետո նորից կհամտեսեմ։ Մի քիչ պղպեղ սև աղացած։ Հիմա սիրելիներս պետք է գցեմ մի քիչ տոստ արած հաց մեջը, շատ քիչ տոստ արած, 50 մլլ ծիթապտղի յուղ եմ վերցրել։ Պատրաստում եմ չորահաց, սիրելիներս,
ձիթապտղի յուղով կգրեմ ներքևում բաղադրիչները։ Այդպես սիրելիներս, վերջացնում ենք, սուպը պետք է լինի սառը վիճակում, հիմա ես լցրել եմ, դրել եմ սառնարանի սառցախցիկի մեջ, որպեսզի մի քիչ սառի, հետո փորձեմ ձեզ համար։ Վերջ, լցնում ենք ձիթապտղի յուղ, այսպես սիրելիներս, լցնում ենք չորահացը և լցնում ենք թարմը կտրտած կանաչի, այսպես։ Գնահատեք մեր շուտ պատրաստվող սառը տաք օրերի համար սուպը։ Սառը, եթե տունը ունեք սառույց, կարող եք մի քանի հատ սառույց գցել մեջը, ես չունեմ տունը։ Այսքանը, չգիտեմ ինչքանով ձեզ դուր եկավ տեսքը, համը անուշ է շատ, հիմա կփորձեմ։ Մենք կանանչի և հացից, չորահացից։ Սիրելիներս, շատ համեղ, շատ անուշ, սառը, նայեք ինչ եմ ասում, պատրաստեք անպայման, փորձեք անպայման ու գրեք անպայման, գրեք թող Ռոզա տատիկը իմանա այս շոգ արևին, որ կանգնել եմ ձեզ համար ուտեստ եմ պատրաստել, ինչպես կգնահատեք իմ չարչարանքը։ Սիրում եմ ձեզ, սիրելիներս, միշտ եղեք առողջ ու երջանիկ, բոլորս։ Hasta luego, սիրելիներս, մնացեք Ռոզա տատիկի հետ ու միշտ ակտիվ։